Սիրելի մարդիկ, այսօր մի բան եմ անելու, որը սովորաբար չեմ անում, բայց ուզում եմ, որ դուք էլ լավ գրքեր կարդաք, այնպես որ սա իմ top 10 է գրքերի, որոնք խորհուրդ եմ տալիս եւ որոնք կարող եք պատվիրել առցանց, ստանալ Հայաստանում Օնեքսով ու վայելել։ Ժոզեֆ Բուրգո «Осторожно, Narciss» կամ The Narcissist You Know անգլերեն տարբերակում, սա ինտրիգային վերնագրով մի գիրք է, որը ձեզ կպատմի ամեն ինչ ձեր կողքին ապրող եւ թաքնված նարցիսների մասին։ Անի Էրնո A Man's Place Նոբելյան մրցանակակիր Անի Էրնոյի իմ ամենասիրելի ստեղծագործությունը, որն անուղղակի զրույց է մահացող հոր եւ դստեր միջև, եւ որը վերհանում է սոցիալական ու դասային տարբերություններն ու ցույց տալիս մարդկային հիշողության նուրբ ու շատ անկեղծ խոցելիությունը։ James Joyce A Portrait of an Artist as a Young Man Այս գրքի եւ Ջոյսի մասին կարող եմ ժամերով խոսել, բայց ուղղակի մեկ նախադասությամբ կասեմ, որ սա գիրք է երիտասարդ արվեստագետի ինքնաճանաչման ճանապարհի եւ ստեղծագործական ազատության ձևավորման մասին, եւ այս գիրքը պետք է պարտադիր կարդալ անգլերենով եւ հատկապես պիտի կարդան արվեստի մարդիկ։ Խորխե Լուիս Բորխես պատմվածքներ։ Բորխես պետք է կարդալ հիմա եւ միշտ, հատկապես եթե ուզում եք ճանաչել անվերջությունը եւ ժամանակի ու իրականության պոստմոդեռնիստական ընկալումը։ Եվ այո, թող աշխարհը միշտ որպես մեծ գրադարան պատկերվի։ Սյուզաննա Կլարկ Պիրանեսի։ Բորխեսյան մոտիվներով ու ժամանակակից գրականության ինձ համար ամենալավ նմուշներից մեկը, սա առեղծվածային անվերջ սրահներով աշխարհում մենակության ու հիշողության կախարդական պատմություն է։ Էխարտ Տոլե A New Earth Վերադառնում ենք էգոների դեմ պայքարին, բայց այս անգամ ներս ենք նայելու, որովհետև Էխարտ Տոլեի այս գիրքը հոգևոր ուղեցույց է, որը սովորեցնում է ապրել ներկայի մեջ եւ հաղթահարել էգոն։ Ու եթե հետևենք Էխարտի պատգամներին, գուցե մի օր բոլորս արթնանանք նոր էգոներից զուրկ աշխարհում։ Ֆերնանդո Պեսոա բանաստեղծություններ։ Այս ցանկում չէր կարող պոեզիա չլինել, հետևաբար ձեզ իմ ամենասիրելի պոետներից մեկի Պեսոայի բանաստեղծություններն եմ խորհուրդ տալու։ Նա Պորտուգալիայի ամենակարևոր բանաստեղծներից մեկն է եւ նրա ստեղծագործությունները, որոնք գրված են առանձին ինքնությունների, պոետական տարբեր կեղծանունների տարբեր ոճերով, ձեզ եւս մեկ անգամ ցույց կտան, թե ով է մարդը մոդեռնիզմի դարաշրջանում։ Եվ վստահաբար այս մոտիվների արձագանքը կա նաեւ այսօր։ Իդեպ մեր դարաշրջանից խոսելով, Վինչենցո Լատրոնիկոյի Perfection-ը այս թվային դարաշրջանի եւ իդեալական կյանքի պատրանքի մասին շատ ճշգրիտ ու սառը սոցիալական դիտարկում է։ Անպայման կարդացեք։ Քանի ժամանակակից գործերից ենք խոսում, խորհուրդ տամ նաև իմ ամենասիրելի իրանցի ամերիկացի գրողներից մեկի Քավե Ակբարի վերջին վեպը Martyr-ը։ Սա միգրանտ մարդու իր տունը թողած մարդու ինքնության, հավատքի եւ զոհաբերության մասին է, սուր ու անձնական վեպ է, այն դեռ թարգմանված չէ հայերեն, այնպես որ կարող եք կարդալ միայն օրիգինալ անգլերեն տարբերակը։ Եվ վերջում մի հեշտ ու հասկանալի գիրք արևելյան ուսմունքներից Զեն փիլիսոփայության մասին։ Alan Watts The Way of Zen։ Ալանին արևմուտքը պարտական է արևելյան ճշմարտությունների խոր, բայց միևնույն ժամանակ շատ հասկանալի ներկայացման համար։ Եվ այս գիրքը ձեզ համար կդառնա արևելյան մտքի դռները բացող հետաքրքիր ճանապարհորդություն։ Այս բոլոր գրքերը կարող եք պատվիրել Amazon-ից Օնեքսով։